Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Պարոն Բադալյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բադալյան, անդրադառնանք ընդդիմություն, իշխանություն, վերջին շրջանում, այսպես ասած, գործողություններին կամ չգիտեմ ինչպես կանվանենք դրան։ Մենք տեսնում ենք իշխանությունը իր գործողություններում, իր հայտարարություններում շարունակում է նույն կերպ վարվել, հավատարիմ մնալ իր այսպես ասած քաղաքականությանը, Նիկոլ Փաշինյանը երբեմն հայտարարություններ անում, նույն ցեղասպանության վերջին հետ կապված, դրոշայրել սադրիչ համարեց եւ մնացած քայլերը եւս մենք տեսնում ենք, որ հանդարտ իր քայլերը հերթով հերթականությամբ անում է, բայց մենք փոխարենը չենք տեսնում ընդդիմության դաշտում որևէ գործընթաց։ Գարուն է, ինչպես ասում են, թեժ գարուն, թեժ ամառ, թեժ աշուն, բայց թեժություն այդպես էլ չի լինում։ Ընդդիմադիր դաշտում ընդհանուր առմամբ ինչ է կատարում, վերադասավորումներ են կամ ինչ որ մեծ գործից առաջ անդոր է, ինչ է ձեր տպավորությամբ ընդդիմությունը փորձում այս փուլում անել։ Այո, սա շատ ճիշտ նկատում էր, որ իշխանությունը սկսած 2018 թվականից, ինչի համար որ իրենց բերել են իշխանության, իրանք հստակ իրենց գիծ առաջ են տանում։ Մի օր հաջող, որոշ ժամանակ անհաջող, որը ստացվում է իրականացնել, որը չի ստացվում իրականացնել, բայց իրանք իրենց գաղափարախոսությունը հիմա իր իրական Հայաստանն անվանում, որ հասկանալի է, որ իրական Հայաստանը ոչ մի առողջություն չունի, այնուամենայնիվ դա իրենց ծրագիրն է եւ այդ ծրագրի կրողը քաղաքական ուժը իր ղեկավարով այդ գիծը առաջ են տանում։ Եվ մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը տարբեր հրապարակումների ժամանակ նման ձևաչափով հաղորդումների կլինի հեռուստատեսության, ասենք ժամանակ տաղավարներում եւ այլն, անդադ քննադատում է իրական Հայաստանը։ Քննադատում է իշխանության բերած այդ համընդհանուր հայտարարագրման սկզբունքը, ինչ որ անշարժ գույքի հարկի բարձրացումը, դա բնականաբար ճիշտ է քննադատությունը, որովհետեւ դա ուղղակի անիմաստ ուրեմն քաղաքականություն տնտեսական, սակայն մի մեծ բայց կա, բա դու ինչ ես առաջարկում։ Գիտեք ինչ, դա արդեն վաղուց է նկատվում, ոնց որ ընդդիմությունը մտել է մի կոմֆորտային իրավիճակ եւ չի ուզում իր իրավիճակից դուրս գալ, ասենք ազգային ժողովում նստել են իրանց համար, դա չի նշանակում որ ազգային ժողովից պետք է դուրս գան, դա հստակ ասենք, ոչ, ազգային ժողովը չպետք է դուրս գալ։ Ամբյոնը պետք է օգտագործել, այսինքն քաղաքական ուժը իր քաղաքական գործունեությունը օգտագործում է կամ իրականացնում է բազմաթիվ ձևաչափերով։ Դրանցից ընդամենը մեկն է, որ ազգային ժողովում է, մնացածը այլ դաշտերում պետք է լինեն, բայց այն մյուս դաշտերի աշխատանքը 0 է։ Այո, փորձեցին փողոցում ինչ որ 2022 թվականին դիմադրության շարժում անել, չհաջողվեց, փորձեցին սրբազան շարժում անել, չհաջողվեց, դրանք մի կողմ չի չհաջողվեց եւ այլն դրա մասին բազմաթիվ ասել ենք, բայց մեծ իմաստով, եթե մի բան անում ես չի հաջողվում, ապա պետք է մտածես ինչպես հասած քո նպատակին այլ ձևաչափով։ Եթե այս ձևաչափը չի աշխատում, որտեղ բազմացած ասել ենք, մի փորձեք կրկնել 2018 թվականի այդ թատերական գործողությունը, այնտեղ բավականին, այդտեղ փողոցով չէ, որ իշխանության եկար, այնտեղ ուրիշ գործընթացներ են տեղի ունեցել։ Դա մի փորձեք կրկնել, որտեղ արտաքին, այսպես ասենք, կրկնությունը դա չի նշանակում, որ դու էություն ես կրկնում։ Էությունը դու, եթե անգամ հասկանում ես, դու այդ էությունը չես կարող անել, որտեղ այնտեղ կան տարբեր խաղացողներ են եղել, որոնք հիմա չեն խաղում, այսինքն այդ խաղը իրանք չեն անում, իրանք իսկ դու փորձում ես նույնը կրկնել արտաքին հովանավորների մասին եք ասում։ Իհարկե արտաքին հովանավորների մասին ենք խոսում։ Դու ուզում ես նույնը կրկնես, ինչ որ եղել է, բայց առանց հաշվի առնելու այն ինչ որ այդ թիկունքում կամ անդրկուլիսյան գործընթացը։ Դա չհաջողվեց 22 թվական եւ հիմա փաստորեն դրանից հետո լռել են։ Ուղղակի բարձրում շրջանակներ կա, պարոն Բադալյան, հիմա լռել, դա չի նշանակում ազգային ժողովում ելույթ չունենալ։ Լռել դա նշանակում է գործողություն չանել, ընդհանրապես որևէ ձև, որտեղ ասեմ, այո, վարչապետը ներկայացնում է իրական Հայաստանը, կարող եք քննադատել, ձեր իրավունքն է, բա որն է ձեր Հայաստանը։ Վարչապետը ներկայացնում է համընդհանուր հայտարարագրմանը, դուք ասում եք որն է ձերը, վարչապետը չի ներկայացնում գյուղատնտեսության, ասենք զարգացման ծրագիր, դուք
ուր այդ ձեր ծրագիրը Եվ ամենակարևորը անվտանգության, խաղաղության, բոլորը, հիմա բոլոր անվտանգությունը կասեն, կրթական ոլորտինը կասենք, ակադեմիական չկերտավոր բարեփոխում իրականում ակադեմիական համակարգի ոչնչացումը եւ այդ ամեն ինչը իշխանությունը անում է։ Ձերը որն է։ Մենակ ասել գիտեք ինչ մենք դեմ ենք սրան, հա, հասկանում, դեմ եք։ Ամեն դեպքում դուք ազգային ժողովում ճիշտ ձայն ունեք։ Մոտ 35 պատգամավոր հասկանալի է ձեր ասածը չի անցնելու, բայց կներեք այնպես չի ելը որ մարդիկ sense պարտավոր են առօրյա իրգուն ազգային ժողով լսել եւ տեսնել թե դուք ինչ ելույթեր եք այնտեղ ունենում եւ այլն։ Ուր է ձեր անմիջական կապը, ասենք բուն ընտրողների հետ եւ թիրախային լսարանների հետ, ոչ միայն ընտրողներ եւ կոնկրետ թիրախային լսարանների, նշեցին, չէ, ակադեմիական շրջանակներ։ Քննադատում եք, որ վարչապետի կինը գնում է ակադեմիա, հա, այնտեղ ինչ որ կրթական ծրագրերի մասին իր դիրքորոշումը ներկայացնելու։ Բայց կարծես թե չգնաց։ Հիմա խնդիրը չի, չգնաց, հա, հիմա փոշմանից չգնաց, հիմա ուրիշ տեղ գնաց, ինքը իր կապը փորձում է այդ բանի հետ ոլորտի հետ կապել, հասկանալի իրան մերժեցին հասկանալի պատճառներով, շատ տրամաբանական, բայց կներեք, բա դուք ինչ եք անում։ Այդ դուք էլ իրանք հետ չգնացին։ Հասկանում եք, անդիմությունը չգնացու, չկա կապ տարածքների հետ։ Միտեղ կարակեն գնաց, բարև ձեզ եկել եմ, խոսացիր գյուղում գնացիր, չէ, այդպես չի լինում։ Դուք այդպես չես կարող իշխանություն վերցնել, առավելևս Դուք ակնկալում եք համակարգված գործողություններ։ Չէ, չեմ ակնկալում, այդպես պետք է լինի։ Այդպես պետք է, ոչ թե ես եմ ակնկալում, քաղաքական ուժի գործողությունը, որպես քաղաքտեխնոլոգ ասում եմ, ունի աշխատանքի տարբեր, ուրեմն երկու հիմնական ուղղություն, ագիտացիոն, գովազդային եւ դաշտային, այսպես աշխատանքներ։ Հիմա դա իրականացում են ընտրությունների արանքում նաեւ տարբեր տեսակի քաղաքական պրոյեկտներ իրականացնելուց։ Էլ չենք ասում, որ միջազգային կապի հետ կապված որևէ, ասենք, զրո ինչ որ գործողություն բացառությամբ, հա, ասենք, եթե նաև արտախորհրդանական ուժերից վերցնենք, ասենք ազգային ժողովրդավարական բևեռը, որը ընդհանրապես ասենք ամերիկյան սենատի, կոնգրեսի հետ ներկայացուցիչների հետ իր միակողման աշխատանքներ տանում, սա մոտ էլ հակառակն է։ Նա լավ է աշխատանք իրականացնում, բայց զուտ աշխատող ընտրողների հետ զրոյականը բացի ասենք ազատության հրապարակում կամ օպերա դիմացի տատերական հրապարակում, ասենք ամեն շաբաթ ինչ որ առաջ անում են, հիմա չգիտեմ անում են թե չէ, երբ որ դնում են ուրեմն ընտրողների հետ ուրեմն հանդիպում են, բայց կներեք, ասենք իրանք ասենք Ամերիկան հետ ուժեն հասկանալի է կամ Հայաստանի ապագան փորձում են կապել Ամերիկան։ Բայց մյուսները, գիտեք, սենց էլ չի լինի։ Տեսեք, հիմա օրինակ պարոն Բադալյան, որոշ ընդդիմադիր շրջանակներ այսօր արդեն ազգային ժողով են մուտքագրել իմպիչմենտի գործընթաց սկսելու հետ կապված դիմում։ Այս փուլում օրինակ կարող է այս գործընթացը հաջողության հասնել, մենք գիտենք, որ դրա համար պետք են իշխանության падգամավորների ձայները, բայց այն ընդդիմադիրները, որոնք այս գործընթացը նախաձեռնում են, ասում են պետք է ընդդիմադիրները գնան այդ ճանապարհով, որովհետև չունեն ոչ մի բան կորցնելու։ Չէ, ունեն կորցնելու, այդպես չի։ Նախ, եթե դու կնեք նախորդ հարցը պատասխանեք, մի բան պետք է հստակ իմանանք։ Այսօր Հայաստանի անվտանգության համակարգը թիվ 1, այսպես պաշտպանը Իրանի Իսլամական Հանրապետությունը, անգամ ոչ Ռուսաստանը, ոչ էլ ՀԱՊԿ-ը, առավելևս ՀԱՊԿ-ը, ոչ էլ են 200 հոգի են, որ հերադիտակով, հա, Սյունիքը, ահա, եվրոդիտորդները, որոնք հա այնտեղ ինչ որ նույնպես մեղր են իբր թե դիտում են, այն էլ այն ժամանակ են դիտում, երբ որ ոչինչ չկա, այն էլ կասկածել է իրանց մոտ, հա, թե կրակողները Ադրբեջանից են, թե հայերն են կրակել, գցում են ոնց որ վերջերս նշեցին, հա, ոնց որ թե կրակել են Ադրբեջանի կողմից, այսինքն կարող է եւ հայկական կողմից կեն գցեն Ադրբեջանի բանի վրա, եւ պետք է ասել, որ այդ 200 դիտորդները չեն Հայաստանի սահմանը անվտանգության համակարգ ապահովող, որովհետեւ եթե իրոք դրանք լինեն միայն այդ 200 հոգի օրալն են, ադրբեջանցիները շատ հանգիստ կմտնեն Սյունիքն էլ, Վայաձորն էլ, Գումրած Վարդենիս ու Կարմիրավան, այդ վերևը կվերցնեն, այդ 200 դիտորդները այդ հերադիտակները կտային դրանց գլխներին, մի հատ էլ ոտենակ ջարդեն երկուսն էլ միասին, կդանեին ուրեմն միանգամից պատգարակի վրա կուղարկեն Եվրոմիություն, Թուրքիա հետ միասին եւ Թուրքիան կուղարկեն եւ Եվրոմիությունը շատ զգուշ դեմքով կասել պետք է ճշտենք արդյոք ադրբեջանցիներն են արել, թե ուրեմն հայերն են արել եւ ձեն չեն անի եւ որտեղ նրանք ոչ մի բան ի վիճակի չեն անելու եւ միակ այսօրվա անվտանգության համակարգի Պաշտպանը Հայաստանում այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունն է, մասնավորապես Արաքսից հարավ գտնվող Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի 4 կորպուս, զորքը 4 կորպուսից, որոնցից մեկը կոնկրետ Սյունիքին, ասենք հարավ գտնվողն եւ ընդհանրապես իրենց հոգեվոր առաջնորդի
եղև ուրեմն մեկ, այսպես ասած, ակնարկով անգամ կամերամանով աղոթք այդ կորպուսը կոնստիտուցիոնի պաշտպանելու համար Իրանի Իսլամական Հանրապետության շահերը Հայաստան Հանրապետության տարածքում։ Ինչ եմ սա հաստատ ասում, որովհետև մենք չենք տեսնում Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական ուժերի հետ։ Իհարկե, այնտեղ մի քիչ ուրիշ, այնտեղ եվրոպական ձևի կուսակցություններ չեն, այնտեղ քաղաքական համակարգը, քանի որ հոգևոր, ասենք, կառուցվածք ունի, հոգևորապետություն, այսպես ասենք, թեոկրատիկ պետություն է, մի քիչ ուրիշ ձև, բայց այնտեղ քաղաքական հոսանքներ կան, խմբավորումներ կան, կրոնական եւ այլն, եւ դրանց հետ շատ հանգիստ կարելի աշխատել որպես падգամավոր, որպես քաղաքական ուժ, որպես փորձագիտական շրջանակներ եւ այլն, որը այս պայծրությամբ մենք ընդհանրապես չենք տեսնում։ Հա սա լուրջ բաց թողում է Հայաստանի ընդդիմադիր ուրեմն այսպես է ուժերի, որոնց մասին խոսեցինք։ Սա շատ կարևոր բացթողում է, վերադառնալով ձեր հարցին, impeachment-ին, գիտեք ինչ, impeachment-ը դա մեկ, այսպես ասած, զենք է, որ դու կարող ես կրակել մեկ անգամ, եթե հաստատ վստահ ես, որ գնդակը կպնելու է թիրախին կամ կոնկրետ տասին։ Հակառակ դեպքում impeachment ունին է թաքնված այսպես կողմեր եւ պետք է ճշտել նրանք, ովքեր որ մուտքագրում են impeachment-ի գործընթացը, նրանք իրականում ուզում են 10-ին թիրախ 10-ին բան հարվածել, թե միգուցե թաքնված այսպես նպատակներն են, որովհետեւ եթե impeachment-ը չի կայանում, որտեղ եթե impeachment-ը չի կայանում, դու այլևս իրավունք չունես վարչապետին անվստահություն հայտնել որոշակի ժամանակահատված, այսինքն դու վարչապետին տալիս ես հանգիստ գործելու, այսպես էլի, պայմաններ, դու քննադատում ես վարչապետին, հա, որ հեսա նա երկիրը վաճառեց, Արցախը ծախեց, դավաճանը հեսա փողոցով ոնց ենք տապալելու, գցելու են եւ այլն, impeachment-ը սան impeachment-ը, ասինքն, հա, տապալվում է Այսինքն անվստահության գործընթացը իրականում, եթե դու չունես համապատասխան ձայներ, իսկ այդ համապատասխան ձայները, ասենք լավ, ընդդիմադիր խմբակցություններ երկուսը միասին ունեն 35, այնտեղ մի հոգի էլ գնացող է կովի է, այսպես ասած 29-7, հա, մի հոգի sense գնում գալիս է, նա կախված է բանից, էլ երկու հոգի, այսինքն որտեղ երկու հոգի դուրս եկան, երկու հոգի էլ կապես դուրս եկան, բայց դուրս եկածները էլի հոգով կպայականներ են, էլի բավարար չէ, առանց որ դուրս եկածները նաև հոգով սրտով կպայականներ են, ինչպես իրենք են նշում, այնպես որ դրա մի հաշվի, այլի բավարար չէ, ասենք քեզ առնվազն, ասենք ասենք, ժողովրդական լեզվով ասած, զապասով քեզ առնվազն մի 20 հոգի պետք է, որպեսզի քեզից ավել լինեն, ու 15, 18, բայց 26 թվականին կորցնելու բան ունեն, որովհետև քիչ է մնացել, այսինքն եթե նույնիսկ 6-6 բանը կա։ Չէ, դու չես կարող ասել, այստեղ կասեն նրբությունները որոնք են, էլի, նրբությունները որոնք են։ Դու կարող ես անվստահություն բանանես, այդ գործընթացը իրականացնես, տապալես, հետո վարչապետը տանում է որոշակի ժամանակատված հանգիստ գործել, հետո մոտենում է ազգային ժողովը արդեն մի ժամանակատված, երբ որ դու ազգային ժողով չես կարող լուծարել, որովհետև ընտրությունից առաջ որոշակի ժամանակատված կա, որ դու ուրեմն իրավունք չունես այդ լուծարման գործընթացը իրականացնել, այսինքն մոտավորապես կրկնակի անվտանգության բարձիկ ես դնում վարչապետի առաջ։ Հիմա ինչ վերաբերում է ձեր արտահայտությանը, որը քիչ է մնացել 26 թվականին, գիտեք, այդտեղ մի բան պետք է նշենք, որ Հայաստանի քաղաքական համակարգը եւ անվտանգության իրավիճակը շատ մեծ կախված ունի դրսի արտաքին քաղաքական գործընթացներից։ Արտաքին քաղաքական գործընթացները մենք այս պայծրությամբ դեռևս չգիտենք Ռուսաստան, Ուկրաինա ինչ է գնում, բայց ոնց որ թե Ռուսաստանը Միացյալ Նահանգները ոչ միայն բանակցություններ են գնում, ոնց որ թե բանակցային գործընթացը գնում է դեպի ինչ որ մի վերջնական հանգուցալուծման է գնում, ինչը կարող է, ասենք, շատ շուտով կանա, ասենք մոտ մայիս, հունիս ժամանակահատվածին, ինչը կարող է հնարավորություն տա ռուսական կողմին, այսինքն ուշադրություն դարձնել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, փորձելով այստեղ ինչ որ դերակատարություն ստանձնել։ Այսպես ակտիվ գործընթաց է իշխանությունների ձևավորման գործընթացում որոշակի դերակատարություն ունենալ, այ որպեսզի դու կանխես այդ ռուսական հնարավոր միջամտությունը, դու impeachment-ի գործընթացը ստանում եւ 1 տարով հետաձգում ես, այսինքն վարչապետին տալիս ես անվտանգության բարձիկ, այսինքն արտաքինից քեզ կարող է թվալ, որ դու իրականում լավ գործ ես անում, բայց դա ունի ներքին ենթատեքստ, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտը բավականին շատ է ինտրիգային այդ գործընթացները եւ միշտ է շատ եղել ինտրիգային գործընթացները, դրա համար շատ զգուշ պետք է լինել։ Այո, եթե 20 հոգի ԿՊԱ-ականներ պահին դուրս են գալիս եւ ասում են, մենք պատրաստ ենք դեմ քվեարկել վարչապետին եւ մենք պատրաստ ենք հրապարակային անվստահություն հայտնել նրան, այդ դեպքում այո, դու կարող ես այդ հարցը դնել։ Եթե դու ունես փողոցում մոտ 2-300 հազար մարդ դուրս է եկել եւ հեսա այս ազգային ժողովնի
շենքի մոտ է հավաքվել եւ վզակոտից բռնած բերում է, ասենք տասնյակ հպայականների, հա, դեպի դալիճ, այսինքն դու ունես նաեւ արտաքին եւ ներքին sense լավ պայմաններ, ապա այդ դեպքում հավատացեք վարչապետ առանց իմպիչմենտի կգնա։ Իսկ հիմա եթե դու ոչ մի բան չունես պրինցիպի, ասենք փողոցում որից է շարժում չկա, դու այսօր դրեցիր իմպիչմենտ, հա իմպիչմենտ ինչ պետք է ալնի, որ դուրս գան հպայականները ծաղրեն, ընդդիմադիրներն, էլի մերկուսին բան է սիլիատան ոնց որ սովորաբար անում են ու դրանց հետո իմպիչմենտի հարցը փակեն ու դու դրանով վարչապետին անվտանգության բարձիկ տաս, այսինքն իմաստավորն է դրա, պետք է միշտ մտածել էլ որ ամեն ինչ չէ որ սենց ազնիվ ճանապարհով սենց հա դուրս են գալի իմպիչմենտ են հասնում, այսինքն խոսալու տեղ չէ, իմպիչմենտը հասկանում եք բան չի, հաշվարկ է հստակ։ Պետք է հստակ հաշվարկ է, սա հաշվարկ է, սա ինչ որ սենց էմոցիոնալն է, էմոցիոնալ չէ զգացմունքային, տենց ինչ որ պաթոտիկ։ Հնարավոր է գործընթացը սկսենք։ Դե գիտեք ինչ, հնարավոր է հռոմեապապը կինել ընտրվել, հնարավոր է։ Հանրության կողմից ճնշում գործադրվի ԿՊ-ի վրա, այդ պատգամավորները պոկվեն։ Ուր է այդ հանրությունը։ Դե երևի կսկսվի հետո։ Դե որ սկսվի նոր մուտք ագրենք Լավ, բան Բադալյան, տեսեք, մինչ մյուս դերակատարները ընդդիմադիր դաշտի դեռևս լռում են, հայտարարություններ չեն անում։ Վերջերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյան ասաց մենք հստակ ծրագիր ունենք իշխանափոխության։ Եթե կա ծրագիրը, ուրեմն ինչու է դեռևս այդ ծրագիրը գործարկման մեջ չի դրվել, այսինքն այդ հայտարարությունը դուք ինչպես ընկալեցիք, ինչ նկատի ունի երրորդ նախագահը։ Դե չեմ կարող ասել ինքը ինչ նկատի ունի, չեմ կարող գուշակություններ անել, թե երրորդ նախագահն ինչ նկատի ունի, երբ որ ծրագիրը իրականացնի քաղաքական թիմը, իսկ ինքը քաղաքական մի ասենք թիմի ղեկավար է, բնականաբար այդ քաղաքական թիմը երբ որ ծրագիրը իրականացնի, նոր կարող ենք ասել, հիմա տարբեր ձևերով կարող է այդ հարցին մոտենալ, հիմա կարող է այդպես լինի, որ ցանկացած շարժում, որ հիմա փողոցում կտենանք, սա արդեն կասեն, հա, ուրեմն հանրապետականներն են, հա, ուրեմն իրանք են ուզում հետ գան ու միանգամից կարող է այդ ապագա շարժումը, ասենք, բացասական ինչ որ ակնկալիք ունենա, որտեղ գաղտնիք չէ, հանրապետական կուսակցությունը բարձր վականից չունի այս պահի դրությամբ անգամ, այնպես որտեղ ոչ մի ընտրություններին, ասենք, ինքը անձամբ, հա, ոչ մի ձև ուրեմն իր մասնակցությունը չի ապահովել կոնկրետ որպես հանրապետական կուսակցություն, որպես դաշին կամ աջակից այդ ուրիշ հարց է։ Կարող է այդ տեսակետից էլ մոտեցում ունեն հարցին, բայց եթե քաղաքական թիմի ղեկավարը նշել է, որ իրենք ծրագիր ունեն, հիմա ծրագիրը կիրականացնեն, եթե ծրագիրը կունենա այն հաջողությունը, որ փողոց դուրս կբերի մի քանի հա ոչ թե 30-40 հազար մարդ չէ, առնվազն 300-400 մարդ դուրս կբերի եւ դա մեծ հզոր ճնշման ազդակ կլինի, այդ դեպքում իմպիչմենտը կարելի է մուտք անել եւ հավատացեք շատ հանգիստ ԿՊ-ականներ կողմ կվերկեն, բայց առանց այդ ուրեմն ճնշման ներքին արտաքին հիմա ԿՊ հիմա իմպիչմենտի ուրեմն մուտք անելը դա կամ դու անգրագետ ես քաղաքական դաշտից կամ շատ լավ գրագետ ես, բայց վարչապետի համար անվտանգության բարձիկ ես ուզում ապահովես, ինչ որ անդիմադիր ելույթերի տակ։ Հիմա թող որոշեն որոնք են, էլի, որտեղ նա չի սկսում, էլի, սկզբունքը չի աշխատում։ Եկեք կռվի մեջ մտնենք, հետո տենանք ինչ կլինի, չէ, տենց չի լինում, ինչ լինի։ Դու նախարար պետք է բանաս, այսի ի վերջո քո բակի կռիվը չէ՞ որ գնանք 3 հոգով տենանք այնտեղ 5 հոգի կանգնած են, լավ մտենք կռիվ անենք, տենանք կամ ծածկ ուտենք, կամ կփախտենք, կամ կհաղթենք, տենանք ինչ կլինի, չէ, այտենց չի լինում։ Սա լուրջ քաղաքական գործընթաց պետք է ձեռնարկի։ Ի վերջո լրջությունը պետք է պահպանվի, չէ։ Փաստ է, որ ոչ միայն հանրապետականը, այլ ընդդիմադիր որևէ ուժ այս բանին ունի հանրային մեծ վստահության մակարդակ։ Եվ այս փուլում երևի թե պետք է համընդհանուր, այսպես ճակատ ձևավորել։ Ինչու այդ ճակատը 7 տարի է չի ձևավորվում։ Ինչու ընդդիմադիրներին չի հաջողվում միասնական ճակատով հասնել արդյունքի։ Մենք տեսնել ենք, այո, փրկության շարժումը հայրենիքի, վերջին սրբազան շարժումը կանգնում են միմյանց կողքին, բայց վճռական քայլերի, գործողությունների այդ ուժերը չեն կարող գնալ եւ կամ չի ստացվում։ Ինչն է պատճառը չհաջողելու։ Նախ ինչու պետք է ընդդիմադիր ուժերը բարձր վարկանիշ ունենան։ Ինչ են արել, որ բարձր վարկանիշ ունենան։ Մեր հարցազրույցի առաջին հարցից դրան է վերաբերում, որ բացարձակ ժողովում գորգորալուց, հա, ինչ որ ճղճովալուց, զգացմունքային ելույթ ունենալուց, իսկ հետո որ լրագրողների տեսախցիկները մի կողմ են թեքում, այդ գորգորացողները մյուսները շատ է լավ, ընկերական հարաբերություններով, սա նստած խոսում են լրագրողները, երբ որ հարցնենք ազգային ժողովում, կտեսնեն, որ կասեն, որ իրանք շատ է լավ, հա, բացի առանձին ինչ-որ մարդկանց միջև, մնացածի միջև են կա լավ հարաբերություններ կան, հենց էլի։ Չի երևում, որ 5 րոպե առաջ այդ բանը դալիճում քիչ էր մնում, ասենց իրար ջարդ էին, էլի, դե արդեն սադրապած արկեն, իսկ ազգային այդ դալիճից դուրս ոնց որ թե մի քիչ
այլ իրավիճակ է, էլի։ Սա մեկ։ Եվ երկրորդը, դա նկատելի է դառնում, էլի, եւ երկրորդը, իսկ ինչ են իրանք արել, որ իրանք վարկանիշը դի բարձրանա։ Ինչ են արել։ Ոչ մի չեն, բավարար ոչ մի չեն անում, բնականաբար պետքա ցածը լինի։ Ազգային ասում, քաղաքական ուժի գործառույթը միայն ազգային ժողովում խոսալ չէ, ձևաչափը չէ, բազմաթիվ ներքին եւ արտաքին տարբեր միջոցառումներ իրականացումն է։ Միայն տարբեր, ասենք, նման տաղավար նրան ձևաչափով հարցազրույցներ տալը չի, որ պիտի տաս ու մտածես, որ դիտողը կնեք, ասես ինչ խելոք մարդ է լինեց, ինչ խելոք բաներ ասում, չէ, փորձագետը կարող է դիրքորոշում ասի, որտեղ փորձագետի կարգավիճակը ուրիշ է, քաղաքական գործիչի կարգավիճակը ուրիշ է, փորձագետը բացի իր քաղաքական դիրքորոշումը հայտնելուց ուրիշ բան չի անելու, ու գնահատական է տալիս, կամ ասենք մասնավոր պրոյեկտներ իրականացնում, բայց դա իր մասնավոր գործն է։ Քաղաքական գործիչը պետք է քաղաքական դաշտում երևա անդադ եւ բացի նեկրոլոգիայից մնացած բոլոր ոլորտներում նրա մասին պետք է գրել։ Ուրա, բացի խոսալուց դուք ինչ բան տեսել եք, սա մեկ չի ստացվում։ Երկրորդ, այդ հարցը, որ ասում եք, այդ չի ստացվում ընդդիմադիրների մոտ աշխատել, այդպես չի ստացվում է։ Բայց Գյումրիում չստացվեց, ընդդիմադիրները միացան եւ այսօր Գյումրին չունի ԿՊ։ Բարդ, բայց հա ստացվեց։ Ստացվեց, Գյումրիում ստացվեց։ Հիմա բարդ ոչ բարդ քաղաքական դաշտում միշտ էլ շատ բարդ է լինում ամեն ինչ, այնց հեշտ ու հանգիստ չի լինում, էլի, անգամ Եվրոպայում, որը ունի ժողովրդավարական, ասենք, հա, ինստիտուտներ, դարերով եկած ինստիտուտ են, ձեզ թվում այնտեղ քաղաքական ուժերի միջև հարաբերությունները ասենց մեղր ու կարակի նման են, չէ, տենց չի, բայց Գյումրիում ստացվեց, չէ, ընդդիմադիրները միացան, տարբեր ճամբարներ, ինչը շատ ճիշտ է, որտեղ մի հատ սխալ գաղափար կա, որ բոլորը միանան մեկ ցուցակի մեջ, այդպես չի լինում, քաղաքականության մեջ դիմացեք, մարդիկ երբ որ ընտրում են մի քիչ բարդ սկզբունքով մեթոդոլոգիայով կամ մարդ մոտիվացիայով ավելի ճիշտ ասենք, իրանք չեն ընտրում դու ընդդիմադիր ես, թե ընդդիմադիր չես, կամ ավելի թունդ ընդդիմադիր ես, կամ քիչ ընդդիմադիր ես, կամ շատ ընդդիմադիր ես, ընդելառը որ սկզբունք է գործում, հա, անձնական կողմնորոշման ընտրողներ կան, որոնք մարդ են ընտրում, քաղաքական կողմնորոշման ընտրողներ կան, որոնք երկրի ապագային ընտրում, ասենք արևմտամետերը ընտրում են մի երկրի ապագա, որը ասենք կուզեն, որ Հայաստան լիներ, ասենք որպես Բելգիա, խոսք է ունա, կամ չգիտեմ, Լեհաստան։ Պարզապես թիմ ընտրությունները կարելի է պրոյեկտել համապետականի հետ կապված։ Դրա համար ընդդիմության հաղթանակը Գյումրիում մի քիչ չէ, ներողություն, այդպես չի, բացառություն չի, որտեղ երբ որ վերցնեք 21 թվականի ազգային ժողովի արտահայտ ընտրությունից հետո կտեսնենք, որ հասարակությունը գրեթե բոլոր վայրերում էլ իշխանությունը հաղթել է։ Ուրիշ բան է, որ իշխանությունը որոշակի ադմինիստրատիվ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների միջոցով կարողացել է իր համար ցանկալի ղեկավարը տեղ կարգել, ոչ բոլոր տեղերում, բայց գրեթե բոլոր տեղերը պարտվել է, Վանաձոր պարտվեց, հետո ձերբակալեցին իրենց ուզած մարդուն դրեցին, բայց պարտվեց։ Եթե չեմ սխալվում, Ախտալա թե Ալավերդի այդտեղ պարտվեց, որ հետո Ալավերդի հետո փոխեցին, բայց ինքը պարտվեց, չէ։ Գյումրիում պարտվեց, Փարաքյարում պարտվեց, Երևանում չհաղթեց, Սյունյաց քաղաքում Ախուրյանում, Սյունյաց քաղաքներում չհաղթեց, այսինքն մի քանի քաղաքում հաղթեց, մնացած բոլոր տեղերն ամենից Վարդենիսա, Մարտունիա, Իսկում, Հասիսյանը եւ այլ, ուրիշ բան ասեմ, հետո ինքը առանձին մի համայնքի վրա կարողանում ամբողջ ուժերը դնելով ինչ որ արդյունքի ասել, բայց ընդհանուր վերցնում եք, հասարակությունը այս իշխանությանը վաղուց մերժել է։ Ուղղակի քաղաքական ուժերը այլ հաշվարկներ կամ այլ այսպես որակական ցուցանիշներ ունենալով շատ դեպքերում որոշ դեպքերում ոչ թե շատ է որոշ դեպքերում նաև ներքին ինտրիգայի նպատակներ ունենալով չեն նյութականացնում դա, բայց պարոն Վարդանյան, տեսեք, այդպիսի իշխանությունը, որ դիմերում պարտվում է, որը թույլ է, որի քաղաքականությունը շատերի կողմից մերժելի է, այստեղ է խնդիրը, այսպիսի իշխանությանը չի հաջողվում հեռացնել, այսինքն ընդդիմադիր բևեռը այն վիճակում է, այնքան ավելի վատ վիճակում է, քան իշխանությունը փաստորեն, եւ չի կարողանում։ Որտեւ հեռացնելու մի ձև կա։ 21 թվականի հունիսին էր հեռացնելու, հաջորդ հեռացումը 26 թվականին է։ Հասարակությունը միշտ իմացեք։ Այո, ընտրություններ, որտեւ իմացեք։ Սա ֆիքսեք, որ հասարակությունը ունի այնքան պոտենցիալ, որպեսզի ընտրության տեղամասում քայվարկի ուզած տեխնացուին ավել պոտենցիալ չունի։ Ինքը չի կարող փողոցով իշխանություն հեռացնի։ Իր պոտենցիալ, որտեղ 1 միլիոն մարդ գնացել է։ 88-ից սկսեցին գնալ, 90, այսպես ասենք, հա, բայց ամենաշատը 92-96-ին գնացին։
հետո գնացին 2008 թվականի տարանքներում գնացին մի քիչ եկան եւ երկրորդ նախագահի ժամանակ մի քիչ ոնց որ վերջի տարիներին ոնց որ մի պլյուսը ավելի շատ է մինուսից։ Երկրորդը գնաց 2008 թվականի մարտի 1-ից հետո 300,000 գնացին։ Հետո երրորդ նախագահի երկրորդ ծրոկի ժամանակ ժամկետ կառավարման ժամանակահատվածում էլի գնացին։ Հետո 18 թվականին մի փոքր դադարեց, հետո նորից հետո ակտիվ ձևով գնացին։ Ի վերջո հասարակությանից մոտավորապես միլիոն մարդ է գնացել։ Դա ազդել է հասարակության ընդհանուր պոտենցիալի վրա, մտավոր պոտենցիալ, տնտեսական պոտենցիալ, մարդկային պոտենցիալ, դեմոգրաֆիկ պոտենցիալ, փողոցում կազմակերպչական պոտենցիալ, բոլոր պոտենցիալների վրա ազդել է։ Դրա համար հասարակությունը չի կարողանում առաջին պատճառը չի կարողանում ինքը փողոցով իշխանափոխություն անի, պոտենցիալը չի հերիքում ինքնակազմակերպելու, սա մեկ։ Երկրորդ, որպեսզի ինքնակազմակերպանը փոխարինվի կազմակերպամբ եւ եղած պոտենցիալը ճիշտ օգտագործի, պետք է որ քաղաքական դաշտում բոլորը ցանկանան, որ վարչապետը հրաժարական տա հեռանա։ Խոսքը վերաբերում է անդիմադիր հատվածին։ Եվ 18 թվականին ինչպես էին 18 թվական չեն կազմակերպ 18 թվականի շատ լավ կազմակերպված գործընթաց է, որը ներկայացվեց թատերական գործողությունների միջոցով։ Իբր թե մեկը իշխանություն է ուզում վերցնի, մյուսն էլ իշխանություն չի ուզում տալ։ Դրա համար 5 հոգով կարելի էր, 15 հոգով կարելի 5-15 հոգով մոտավորապես այդ սահմանում կարելի էր ֆրանսիական հրապարակ փակել, դե հիմա այսօր գնա 15 հոգով փորձի բանը, ֆրանսիական հրապարակ փակել։ Քանի րոպեում կբացեն հրապարակը։ Իսկ այն ժամանակ ոստիկանները սենց բարեհամբույր կանգնած ժողովրդավարական երկրում սենց բան են անում, նայում են, այ որ ռադիոտուն են մտնում գրավում, սենց բարեհա։ Դե հիմա գնա ռադիոտուն փորձի մտի գրավել։ Կամ ասենք այնտեղ ինչ որ թեթևակի, այսպես ասած, մեղմ ոստիկանությունը մեղմ փողոց փակողների նկատմամբ այս կարմիր բերետավորներ չկան, իրենց ուժը 18 թվականից հետո ծնվեց, կարմիր բերետավորներ միշտ են եղել։ Միշտ էլ եղել է, սկսած 90-ական թվականներից։ Ուղղակի հրաման ունեն բացել գործողություն անում են, հրաման չունեն չեն անում։ Նրանք այդպես չի, որ ժողովրդավարական սկզբունքով են եղել։ Ուղղակի 18-ը ուրիշ է, 18-ին պետք է իշխանությունը հանձնվեր, որպեսզի գար մի ուժ, որը 3 խնդիր ուներ լուծելու, ինչը բազմիցս ասել եմ։ Պետք էր Արցախը հանձնվեր, պետք էր Զանգեզուրի միջանցքը տար, պետք է Ռուսաստանի բոլոր կապերը խզվեր։ Տվեցին Արցախը ամբողջովին, Զանգեզուրի միջանցքը թույլ չտվեց բացել Իրանի Իսլամական Հանրապետությունը, ու այս պահեդրությամբ շարունակում է թույլ չտալ, որտեղ այս 3 մի խնդիր են։ Դե Ռուսաստանի հետ կապերը ոնց որ խզվեց, բայց քան որ աշխարհը 22 թվականին փոխվեց, իսկ այս ուժը եկել էր ավելի շուտ։ Փոխվեց 22 թվականին աշխարհի ամբողջ կառուցվածքը, ծրագիր կիսատ մնաց ու սենց դամաշխանությունը սենց կիսատ մնացել են, էլ ասում ոնց որ կախվել է, կոմպը ոնց է կախվում։ Այսինքն եթե ամփոփում եք 18 թիվը, մի բերեք համ մատը, 18 թիվը կապ չունի դրեք։ Միայն ընտրությունները։ Այո, հասարակություն, չէ։ Երկրորդը ասեցի, հասարակությունը ինքը չի կարող ինքնակազմակերպել, այդտեղ որ շարունակենք այդ հատվածից, նրանք կարող են կազմակերպել ընդդիմադիր ուժերը, բայց ընդդիմադիր ուժերի մեջ արդյոք բոլորն են, որ իրականում ցանկանում են գործող, ասենք, իշխանության հեռացմանը, որովհետև այնտեղ էլ կան ուրեմն ուժեր, որոնք որ միգուցե մտածում են, որ հիմա պետք չի հեռանալ, ավելի լավ է թող մնա իշխողական ուժը 31 թվականին կհեռացվի, երբ որ արդեն մի քիչ այլ իրավիճակներ կլեցին, այսինքն այնպես չի, որ ընդդիմադիրները չնայած քննադատում են, բայց բոլորը կողմ են, որ ինչ որ հիմա այսպես ղեկը այս պահին ստանձնել պետության բավական բարդ է լինելու, այսինքն իրակ վիճակը այնպես որ չեն ուզում ստանձնել պատասխանատվություն։ Չէ, ուղղակի խնդիր կա, այսպես ասենք, դա ընդդիմադիր շրջանակներում այդ գաղափարը կարող է տարածվի։ Ուղղակի ստանձնելուն չէ, որպեսզի դու կարողանաս, այսպես ասենք, ինչպես պսևդո 2018 թվականի նման փողոցով իշխանության գալ, առաջին դու պետք է նախ հստակ դիրքորոշում ունես, ինքդ ուզում ես թե չես իշխանության գաս։ Երկրորդ, դա մեծ գումարներ է պահանջում, որտեղ ոչ ոք ձրի դուրս չի գալի, քո համար միտինգ չի անում, դա համար պետք է մարդկանց վճարես։ Ասենք, ոնց են առաջ 10,000 դրամ տալի ձայն առնջ, ասենք քվեարկության ժամանակ, դե 10,000 դրամ տուր, որ մարդը գա 2 ժամ կանգնի քո միտինգին ու կամ 3 ժամ ու գոռա, ինչ ես ուզում, գոռա Թուրք Նիկոլ, գոռա կեցի Արցախ, ինչ ես ուզում, 10,000 դրամ փող պետք է տաս, ծրի ոչ ոք չի գալի։ Սա երկուս, պետք է լինես կազմակերպչական, ասենք, եւ ընդդիմադիր բոլոր ուժերի առանձին սեգմենտների ցանկությունը նույնը պետք է լինի, տապալել, ասենք, դրան ինչ որ ապագա տեսլականով։ Դա կա, դա չկա։ Չորրորդ, չէ, չեմ ների, որտեղ չես։ Պարզապես փողով միտինգի բերելը, փողով ընտրության մասնակցելը, դու կարծում եք մեր հասարակությունը միայն
դուրս կգա պայքարի, դուրս կգա իշխանափոխության միայն փողով, Չէ, չեմ 10,000 դրամով։ Չէ, չեմ կարծում, ես ասում եմ, եթե դու ուզում ես շատ մարդ բերես, կարող է բան 30,000-ը գաղափարով դուրս գա, բայց ասենք 270,000-ն էլ հոմ գաղափարով դուրս չի գալու, նրանց գումար է պետք։ Նրանք առանց գումարի դուրս չեն գալու։ Հա, 40,000-ը գաղափարով դուրս եկավ, 50,000-ը գաղափարով դուրս եկավ, 50,000-ով դու ոչինչ չես կարող անել։ Քեզ առնվազն պետք է մոտապես 300-400,000 մարդ, 50,000-ը գաղափարով դուրս եկավ, բայց 350,000-ը ոնց ես դուրս բերելու։ Այնպես որ խնդիրներ կա եւ բացի դրանից նաեւ չորրորդը որ չներեցի դա արտաքին աջակցությունն է առանց դու արտաքին աջակցության չես կարող որտեղ խնդիրներ կան դու պատերազմական երկիր ես ամեն դեպքում այսօր ռազմական գործողներ չի ընթանում, բայց դու ունես թշնամի Ադրբեջան, որտեղ ես ներքին իշխանափոխության գործընթացի համար երաշխավորներ են պետք կանգնել, որ այս ընթացքում քեզի ոչինչ չանեն։ Երբ որ ասում եք արտաքին նկատի ունեք հիմնականում Ռուսաստանը։ Չէ, ես նկատի ունեմ արտաքին ընդհանրապես։ Հիմա նայած ով ասենք ինչ քաղաքական գործընթացներ, այդ Ռուսաստանի հարցերը կքննարկենք, որովհետև առանձին մամուլում տեղեկություններ կա, որ հենց Ռուսաստանը այս փուլում փնտրում է մարդկանց, որոնք կարող են իշխանափոխություն իրականացնել։ Դրա մասին կասեմ, ով է դա ոչ թե տարածում, ինչի է դա տարածում։ Երբ որ ասում ենք արտաքին ուժերը այս պայդրությամբ Եվրոմիությունն են, Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ու Թուրքիան չեմ դիտում, որտեղ այս իշխանությունները, ասենք, շուտ Ադրբեջանը թուրքական, ասենք, ծրագրին դեմ չեն գնում իրանց համար այդ իշխանությունը փոխել խնդիր չի։ Դրա համար այս երեք ուժերը կա, ինչ է Ամերիկան հանում, որտեղ ոնց որ թե հասկացանք Տրամպի քաղաքականությամբ այս հարավային Կովկասի իրան չի դրքում Տրամպ ամբողջովին այլ Տրամպը չէ Տրամպի թիկունքին կանգնած քաղաքական այդ ուժը, այսպես որ եկել է իշխանության, որը համար Տրամպին բերել է իշխանության, նա այլ խնդիրներ ունի Չինաստանի հետ կապված, դրա մասին չանդրադառնանք, հա, դա լրիվ ուրիշ թեմա է, մենք տեսնում ենք, որ բանակցություններ վարում են Իրանի հետ, Չինաստանի հետ է պայքարը, որտեղ այնտեղ կա Ամերիկա-Չինաստան հակամարտության խնդիրը։ Դրա համար Միացյալ Նահանգներն այս պայդրությամբ դեռևս հանում ենք։ Կամ մի կողմ ենք դնում, չենք անում անգամ մի կողմ։ Եվրոմիությունը դժվար ասել ինքը Հայաստանում իշխանափոխություն անելու ցանկությունը թե չէ, որտեղ Եվրոմիությունը Ռուսաստան եւ Ուկրաինայի հետ կապված բավականին լուրջ տարված է այդ գործընթացով Ուկրաինային աջակցելու եւ նոր այստեղ ինչ որ գործընթացներ հարավային Կովկասում սկսել, իսկ իշխանափոխությունը դա ենթադրում է նոր քաղաքական գործընթաց, առնվազն Արցախի հարցի այս կամ այն ձևի վերաբացում պետք է լինի, էլի։ Իրան կարող է մտածել, որ դա իշխող ուժ է, դա կարող է հարցը բարձրացնել, Իրան հիմա դա պետք չի։ Դրա համար Եվրոմիությունը որ իրանք ցանկանան իշխանությունը փոխել, չէ, ավելին իրանք կարող են աջակցել այս իշխանությունը այս կամ այն ինչ-որ ձև, ինչպես աջակցեցին Ռումինիայի իշխանություններին թույլ չտալով այնտեղ նախագահական երկրորդ փուլի անցկացում, ինչպես աջակցում են Մոլդովայի իշխանություններին, երբ որ նա ձերբակալում է Գագաուզիայի ինքնավարության ղեկավար Եվգենիա Գուցուլին եւ այլն, այսինքն ինչպես աջակցեցին Ֆրանսիային, հա, երբ որ Մարին Լը Պենին զրկեցին ընտրվելու իրավունքից եւ այլն, այսինքն Եվրոմիության գլոբալիստները կարող են անգամ այս իշխանությունները աջակցել, իրանք այստեղ իշխանափոխության խնդիր չունեն։ Հիմա մնում է Ռուսաստան եւ Իրան, այս է խնդիրն է։ Երբ որ շատ լուրերը տարածվում են, տենց է, թե Ռուսաստանը այստեղ գիտեք, ինչ որ տեխնացու է տարածում, դու պետք է նայես դա որ լրատվամիջոցն է տպում եւ ով այդ լրատվամիջոցին ֆինանսավորում, որովհետեւ միշտ չի որ այդ կազմակերպված արտահոսք է լինում, ինչ որ ճշմարտության վերաբերյալ։ Միգուցե դա ինչ որ պատկեր ստեղծելու մասին է, որ այ Ռուսաստանը Հայաստանում չի գտնում ոչ մի ցանկալի տեխնացուի ակտարկ ունենալով, որ Ռուսաստանը հոգնել է երկրորդ նախագահից։ Դրա համար ինքը ուրիշ տեխնացու է ուզում անգա, դրանով դու ոնց որ թե անուղակի հարվածում ես երկրորդ ուրեմն նախագահի։ Դրա համար պետք է գտնես էլի, որ դա որ լրատվամիջոցն է, դա տարածումով է լրատվամիջոցի թիկունքին կանգնած եւ ինչ նպատակներ է հետապնդում։ Ես չեմ ասում այդպես է, ասում շատ հնարավոր է, որ նաեւ այդ PR տեխնոլոգիաները կամ safe PR-ը նաեւ այդ նպատակով է օգտագործում։ Դու պետք է նաեւ այդ ոլորտին նայես։ Դրա համար ասել Ռուսաստանը կարող այդպես ամ թե այդպես չեմ, դա դժվար է ասել։ Ռուսաստանը այս փուլում հիմա ընդհանրապես Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն ճիշտ ասած ես անձամբ Պուտինի հետ հարցով չեմ զրուցել, որ զրուցեմ անպայման ձեզ կտեղեկացնեմ, բայց ես ասեմ, որ Ռուսաստանը ընդհանրապես ինքը կողմնակից է բաներ ինստիտուցիոնալ փոփոխություն են, այսինքն ընտրական գործընթացով ընտրությունների ժամանակ փոփոխություն։ Այս պահեդրությամբ եթե անգամ impeachment եղավ, դա էլ ինստիտուցիոնալ կոչվում, որը
Ոնց որ թե հասկացանք, որոշ ընդդիմադիր ուժեր ուզում են անպայման կանխեն հնարավոր Ռուսաստանի հնարավոր իմպիչմենտ։ Հիմա ես չեմ ասում Ռուսաստանը կարող է քալեր ձեռնարկել վարչապետին իմպիչմենտի ենթարկելու միջոցով փոխելու մասին, բայց դա ճանապարհը, որ կարող է փորձի, ասենք, տեղ ունենա, ընդունենք աշտանը աշխատելով, ասենք, կոնկրետ մի 20 քպայականների հետ դա խնդիր չի, որովհետեւ ձևով, բայց եթե դու հիմա իմպիչմենտ ես անում, աշտանը հնարավոր փոփոխությունները փակում են, դա չի նշանակում, որ աշտանը փոփոխություն կլինի, դա տեսականորեն զուտ հնարավոր է կամ հունիսին, կամ հուլիսին, կամ սեպտեմբերին, կամ դեկտեմբերին փակվում է այդ գործընթացը, բայց եթե դա տեղի չունի իմպիչմենտի գործընթացը, ընդհանրապես ռուսական քաղաքականությունը այնպեսին է, որ իրանք ձգտում են միշտ ինստիտուցիոնալ, ասենք, ընտրություններ օրը փոփոխություն կատարել, բայց այստեղ մի խնդիր կա։ Այս ընթացքում 20 թվականի պատերազմից հետո ստեղծվել է այնպես իրավիճակ, որ Հայաստանի անվտանգության համակարգի համար, ասեցի արդեն, թիվ 1 պատասխանատուն դարձել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը շատ հստակ, շատ դեպքերում դեսպանամիջոցով ասել է, որ Հայաստանի եւ Իրանի շահերը շատ դեպքերում համընկնում են, անգամ Ռուսաստանի ակնարկելով կամ բացահայտ ասելով, որ Ռուսաստանը չի համընկնում մասնավորապես այդ Զանգեզուրի միջանց կոչեցյալը կամ նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը, որը ըստ էության Միջանցքի տրամաբանությունը ենթադրում, ինչը նշանակում որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տալի, որովհետև Ադրբեջանը թույլ չեն տալու անգամ նոյեմբերի 9-ը լինի, որովհետև դա Միջանցք է ենթադրում, երբ որ ռուսական սահմանապահները կանգնում են ադրբեջանցիները անսահման գնում գալիս են, դա ենթադրում է Միջանցք, անգամ նոյեմբերի 9-ը իրանք թույլ չեն տալու իրականացնել։ Իգիտություն Հայաստանի որոշ քաղաքական գործիչների, որոնք անդադ ասում են նոյեմբերի 9-ը իրականացում դարձնենք։ Այսօրը նույնպես իրանք ասել են, երբ որ իրանք նախագահան գնում է Ադրբեջան, այնտեղ նշել են, հա, մենք Զանգեզուր եւ այլ, ասել են Զանգեզուր Հայաստանի սահման այս ամբողջովին իրենց համար կարմիր գիծ է, ինչու, որովհետև դա ոչ թե Թուրքիան Ադրբեջանին միացնող Զանգեզուրի ճանապարհ է, առաջ դա երբ որ անում էր արևմուտքը շահագրգռված էր, նաև շահագրգռված էր, որ Միջինասիայի ամբողջ հանքահունքային ռեսուրսը այդ Միջանցքի ճանապարհով դուրս գա անխոտ չնդոր։ Վրաստանը ճիշտ է իրենց հսկողությամբ տակ երկիր է, բայց տեսեք Վրաստանում կարող է որոշակիորեն որոշ հարցերում ատամցույց տալ, իսկ այստեղ ուղղակի ինքը կարող է անխոտ չնդոր տանել։ Սա երկրորդ նպատակն է, առաջին նպատակը Զանգեզուրի Միջանցքի մեկը միշտ հիշեք, դա Թուրքիան, Միջինասիան եւ թուրքական աշխարհը միավորող բան տարածք է, իսկ թուրքական աշխարհի թիվ 1 թիրախը Իրանն է, Հայաստանը չէ, այդ Միջանցքի թիվ 1 վտանգը Իրանն է, որտեվ այն պահի դրությամբ, երբ որ Զանգեզուրի Միջանցք կբացվի եւ անխոտ չնդոտ կգան եւ այնտեղ կբարձրանա Թուրանի դրոշը, Թուրքիա կամ Ադրբեջան նույնը, դրանից հետո քայլերը արտոնողվել են Թավրիզում բարձրացնելու այդ Թուրանի դրոշը։ Սա առաջին նպատակ ազգային անվտանգության համար եւ երկրորդ Իրանը Հայաստանով, Վրաստանով ավելի կարճ է միանում զուտանտեսական, ասենք, չափանիշներից ելնելով, Եվրամիության ավելի կարճ է, ասենք, Հայաստան, Վրաստան սերծով եւ Եվրամիություն, քան ասենք, եթե Իրան ապրանք պետք լինի, ասենք, դե Պարսից ծոցով դուրս գան արաբական թերակղզուն շրջանցեն, Սուեզի ջրած գնան աստեն Հունաստան, մեծ տարածք է, այստեղ կարճ է գնում գալիս են։ Սա երկրորդ է, բայց առաջինը դա թուրանական, այսպես աշխարհն է, որը այո, մեծ Թուրանի ծրագիրն է, որի թիվ 1 թշնամին եւ թիվ 1 թիրախը Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Եվ դրա համար մենք կարող ենք ասել, որ այո, այս այդությամբ վերադառնալով մեր թեմային, Ռուսաստանը միայնակ այլևս չի կարող Հայաստանում, կարող է փորձել, բայց առանց Իրանի Իսլամական Հանրապետության դա կարող է շատ դժվար լինել, ավելին Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է շատ հանգիստ աջակցել Հայաստանի իշխանություններին ի հակակշիռ Ռուսաստանին, թույլ տալով, որ առանց իրա դու ոչինչ չես կարող անել, որտեղ անվտանգության համակարգը իր ձեռքին է գտնվում, եւ ես չեմ կարծում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ասած հեշտ ու հանգիստ կասի Ռուսաստան վերցրու Հայաստանին, ինչ ուզում ես արա, չէ, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի այսպես որոշակի յուրատիպ մոտեցումները դաշնակիցների եւ հինը շաչուտ մոռանալու իր քաղաքականությունը։ Դրա համար կարծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը այս պատերությամբ կփորձի իր չափ ազդեցությունը ունենալ ապագա իշխանության ձևավորման գործընթացում։ Այս փուլում Իրանը ավելի լուրջ դերակատարում ունի Հայաստանի եւ անվտանգության եւ նաեւ ներքին քաղաքական իրավիճակի վրա, քան Ռուսաստանը։ Ներքին քաղաքական այս պահի դրությամբ դեռևս չենք ասի, բայց անվտանգության համակարգի համար ոչ թե կարելի ասել, այլ պարտավոր ենք ասել։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։